Այսօր տեղի ունեցավ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի առաջին համաժողովը, որի ընթացքում միավորման քաղաքական խորհրդի անդամները ներկայացրեցին իրենց ծրագիրը։ Միջազգային իրավունքների կոպիտ խախտում Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ եւ ՀՀԿ շտաբի պետ։ Երկիրը կորզանի պերձել են, ինչ այու ոչի մասին է խոսքը։ Հարցումներ գյումրեցիների շրջանում սահմանադրական փոփոխությունների գործընթացը մի մասին չի հետաքրքրում, քաղաքացիների մի մասն էլ հստակ կողմնորոշվել է, ոչ է ասելու։ Թաքնված մեծահարուստներ Հայաստանի Հանրապետության մարզպետների շարքերում, ով է ամենահարուստն ըստ հայտարարագրերի։ Ռուբեն Հայրապետյանն այսօր վկայի կարգավիճակով հրավիրվել է քննչական եւ հարձակվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով։ Այսօր տեղի ունեցավ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի առաջին համաժողովը, որի ընթացքում միավորման քաղաքական խորհրդի անդամները ներկայացրին իրենց ծրագիրը։ Ինչպես գիտեք, Նոր Հայաստան հանրային փրկության ճակատը իր առջև դրել է քրեաօլիգարխիկ վարչախմբի անհապաղ հեռացման եւ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման խնդիրները։ Սահմանադրական փոփոխությունների հարաքվեի հարցը միաժամանակ թե բացառիկ առիթ է եւ թե հիմնավոր պատճառ արմատական փոփոխությունների հարցը նորից օրակարգ բերելու համար։ Խորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանը իր ելույթում կարևորեց քաղաքացիական անհնազանդության պայքարի միջոցը, նշելով, որ եթե քաղաքական համակարգը չի լուծում իր առջև կանգնած խնդիրները, քաղաքական գործընթացի գլխավոր դերակատարությունը ստանձնում է ժողովուրդը։ Ժողովուրդը ունի անհնազանդության իրավունք եւ այդ իրավունքը ենթադրում է, որ քաղաքացիները կարող են շրջափակել փողոցներ, կարող են չհամագործակցել իշխանության հետ, կարող են գնալ խաղաղ այնպիսի գործողությունների, որոնք ստեղծում են երկրում կառավարման ճգնաժամ։ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսեց իշխանափոխության անցումային փուլում երկրի կառավարման գործընթացի մասին։ Երկրում կան բազմաթիվ խնդիրներ, երկիրը ունի անվտանգության խնդիրներ, որը չի նվազում, այլ անընդհատ աճում է։ Երկիրը ունի սոցիալ-տնտեսական բարդագույն ճգնաժամային նույնիսկ ասել խնդիրներ, եւ պատահական չէ, որ Հովիկ Աբրահամյանին շտաբի պետ նշանակեցին, դեռ որպես վարչապետ անելու բան չունի, ոչ միշտ աշխատավարձ բարձրացնի, ոչ էլ թոշակ բարձրացնի, ոչ էլ տնտեսական աճ ապավի։ Մարդը մի բանով դիզբաղվի, չէ՞։ Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի ստեղծած ընդդիմության միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեյֆիլյանը իր ելույթի սկզբում հույս հայտնեց, որ վերջի այս շտաբում պետք է ներառվեն իսկական ընդդիմադիր բոլոր ուժերը։ Մեր երկրի իշխանությունը ժողովրդից խլված է բռնությամբ, մեր իշխանությունը բռնազավթված է, սա փաստ է։ Ուրեմն բոլոր ժողովուրդներում, ազգերում տագանքի շերտը եղել է, բայց ոչ բոլոր երկրներում այդ տագանքը գտնվում է քաղաքական ղեկում կամ երկրի կառավարման ղեկում։ Մինչև մենք այդ տագանքին չհեռացնենք այդ ղեկից, որևէ մեկը որևէ ժողովրդավարական բادرանքների մեջ թող չի ընկնի։ Այո, այս ամբողջը մենք անելու ենք հանուն ժողովրդավարության նաև, սակայն հերթականությունը պետք է իմանանք քայլերի, ինչպես հասնել ռեժիմի հեռացմանը։ Այս հարցին ես պատասխանում եմ միայն ու միայն ժողովրդի ընդվզման միջոցով։ Համաժողովին ներկա էր նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընտարաջ ՀԺԿ-ի հետ ոչի մեկ այլ շտաբ ստեղծած ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Հիշեցնենք, ընդդիմադիր այս երկու թևերը բազմաթիվ անգամ նշել են, որ իրենց նպատակը նույնն է, սակայն տարբեր է մարտավարությունը։ Որևէ
ծրագրային ելույթ չեմ ունենալու։ Մենք մեր ծրագիրը կհրապարակենք հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրավակի ժամանակ։ Ես շնորհակալ եմ այս հրավերի համար Նոր Հայաստանի կողմից։ Ես եկել եմ մասնակցելու մեկ կարևոր նպատակով։ Շատ է խոսվում, մամուլում եւ կարծես փորձում են ներկայացնել մեր ժողովրդին, որ իբր չկա որևէ միասնականություն ընդդիմության մեջ։ Եվ քանի որ չկա այդ միասնությունը, ուրեմն ոչ մի բան ընդդիմությունը չի կարողանալու անել։ Սա բացարձակ կեղծիք է։ Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննչական ծառայություն է հրավիրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Այս մասին գալայի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տրուզյանը։ Տրուզյանը փոխանցեց նաև, որ Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել է ՎԿ-ի կարգավիճակով եւ հարցաքննվել է որպես ՎԿ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի կողմից ավելի վաղ հնչեցված գնահատականների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Սմբատ Հակոբյանը բռնությունների ենթարկվելուց հետո իր տանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ հայտարարել էր, որ ծեծից օրեր առաջ իր եւ Ռուբեն Հայրապետյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ Հայրապետյանը ազատամարտիկին սպառնացել եւ հայոյել է։ Իսկ պատճառն այն էր, որ ազատամարտիկն ակտիվորեն մասնակցել է բողոքների ու ցույցերի եւ հնչեցրել է սուր ելույթներ իշխանության ներկայացուցիչների հասցեին։ Հավելենք, որ չնայած այն հանգամանքին, որ ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարել է, որ ունի ձայնագրություն, սակայն այնուամենայնիվ նա հրաժարվել է քննիչին ներկայացնել իր եւ Ռուբեն Հայրապետյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրերը բավականին ուշագրավ մանրամասներ են հաղորդում Հայաստանում գործող մարզպետների ունեցվածքի վերաբերյալ։ Եթե համապատասխան մարմիններն իրականում պարապուրդի մատնված չլինեին, բնականաբար այս հայտարարագրերը բավական էին լուրջ ուսումնասիրություն ծավալելու համար, թե այդ ինչպես է ստացվել, որ տարեկան 2 կամ 3 միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարզպետները հասցրել են կուտակել միլիարդներ, անհայտ աղբյուրներից ստանալ խոշոր չափի նվիրատվություններ։ Օրինակ բավականին ապահովված է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Մոտ 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարզպետի դրամական միջոցները 2014 թվականին կազմել է ավելի քան 1 միլիարդ դրամ եւ շուրջ 230,000 ԱՄՆ դոլար։ Համեմատության համար նշենք, որ Լոռու մարզպետը 2011 թվականին հայտարարագրել է 53 միլիոն դրամ եւ շուրջ 82,000 դոլար։ Ուշագրավն այն է, որ 2011 թվականին Արթուր Նալբանդյանը ստացել է 50 միլիոն դրամ եւ 80,000 ԱՄՆ դոլար նվիրատվություն։ Հայաստանի Հանրապետության ամենաաղքատ մարզի Շիրակի մարզի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը չի հայտարարագրել շարժական եւ անշարժ գույք, ձեռք բերված կամ օտարված թանկարժեք իրեր, փոխառություններ։ 2014 թվականին Ցոլակյանը հայտարարագրել է 16 միլիոն 800,000 դրամ։ 3 միլիոն դրամից ավելի կազմել է նրա տարեկան կենսաթոշակը եւ շուրջ 4 միլիոն 600,000 դրամ աշխատավարձը։ Որպես ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ 2011 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 9 միլիոն դրամ, եկամտի չափը շուրջ 6 միլիոն 600,000 դրամ։ Աղքատության ցուցանիշով Հայաստանում աչքի ընկնող մյուս մարզի Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 7 միլիոն 500,000 դրամով ձեռք է բերել Toyota Magnishi ավտոմեքենա։ 2.5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարզպետի դրամական միջոցները 2014 թվականի սկզբին կազմել են 40 միլիոն դրամ եւ 200,000 ԱՄՆ դոլար։ Հարկային տարվա վերջում 31 միլիոն 300,000 դրամ եւ 110,000 ԱՄՆ դոլար։ Մարզպետի աշխատավարձ չստացող կինը եւս խոշոր կարողության տեր է։ Գրեթե 3 անգամ ավելի շատ միջոցների է տիրապետում, քան ամուսինը։ Աննա Ազատյանը հայտարարագրել է 101 միլիոն դրամ եւ 400,000 ԱՄՆ դոլար։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները միջազգային իրավունքի խախտումով են սկսել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը։ Այսպես, միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում է համարվում այն, որ Հովիկ Աբրահամյանը շարունակում է աշխատել եւ վարչապետ եւ ՀՀԿ շտաբի պետ, ու այս որոշումը կայացրել է ՀՀԿ գերագույն մարմինը ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Հանրապետական կուսակցության մամլոխոսնակ Էդուարդ Շարմազանովը հղում անելով հանրաքվեի մասին օրենքին ասաց, որ շտաբի պետի
վարչապետի եւ վարչապետի պաշտոնները չեն հակասում իրար եւ հանրաքվեի մասին օրենքը թույլ է տալիս, որ վարչապետը զբաղեցնի նաեւ շտաբի պետի պաշտոնը։ Գալայի հետ զրույցում ազգային ժողովի հանրապետական խմբակցության ղեկավար Վարան Բաղդասարյանն իր տեսանկյունից մեկնաբանեց հանրաքվեի մասին օրենքը, հայտարարելով, որ օրենքում կոնկրետ նշված չէ, որ վարչապետն իրավունք չունի շտաբի պետ աշխատել։ Վարան Բաղդասարյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հովիկ Աբրահամյանը փորձառու է եւ հանրապետականում միաձայն են որոշել, որ վարչապետը նաեւ ՀՀԿ շտաբը համակարգի։ Չեք անցկացնի քաղաքացիական նախաձեռնությունը, սակայն քննարկում է խնդիրն իրավական հարթություն տեղափոխելու հարցը։ Նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը Գալայի հետ զրույցում ասաց. Իրականում հստակ է, որ իրենք օրենք են խախտել, Հովիկ Աբրահամյանն իրավունք չունի զբաղվել այդ գործով, թեև Շարմազանովը հղում էր տալիս օրենքին, ամբողջ հանրաքվեի սահմանադրական փոփոխությունների process-ում լեգիտիմության հարց չեն կարողացել լուծել։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի մեջ է նաև սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ինչը ևս օրենքի խախտում է, կամ վարչապետը նաև ՀՀԿ շտաբի պետ է, սա նշանակում է, որ սահմանադրական փոփոխությունների լեգիտիմությունը նույնիսկ հանձնաժողովի մակարդակով ապահովված չէ։ Հովիկ Աբրահամյանին հնարավորություն է տրվում պետական ռեսուրսներն օգտագործել շտաբի աշխատանքների համար, ինչն անթույլատրելի է։ Իրականում ինչպես է կարգավորվում այս հարցը։ Հայաստանի Հանրապետության օրենքը հանրաքվեի մասին, որն ընդունվել է 2001 թվականի սեպտեմբերի 12-ին, հոդված 20-ով կարգավորում է այս հարցը, որտեղ ասվում է. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով եւ միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունները, падգամավորական խմբերը, կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները։ Ինչպես տեսնում ենք, այստեղ մատնանշված ոչ մի անվան տակ չի տեղավորվում վարչապետի պաշտոնը։ Իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ գլուխը սահմանում է. արգելվում է քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական եւ համայնքային պաշտոններ զբաղեցնողներին, բացառությամբ քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնողների։ Քանի որ վարչապետի պաշտոնը համարվում է քաղաքական, նշանակում է վարչապետը հնարավորություն ունի զբաղվել քարոզչությամբ, այդ թվում եւ լինել շտաբի պետ։ Սակայն հատկանշական է մեկ բան, որ օրենքի նախնական տարբերակում այս բացառությունը չի եղել, այն լրացվել է բացառապես 2-3 ամիս առաջ։ Միջազգային իրավունքի մասնագետ Արտակ Զեյնալյանը Գալայի հետ զրույցում հաստատեց, որ միջազգային իրավունքի տեսակետից անթույլատրելի է այն, որ վարչապետը նաեւ քարոզչությամբ զբաղվի, թեև օրենքը փոխել են եւ այն այդ հնարավորությունը տալիս է։ Պետական ռեսուրսներն օգտագործվում են մասնավոր շահի համար, սա առնվազն անարդյունավետ կառավարում է, իսկ անարդյունավետ կառավարումը կոռուպցիայի դրսևորում է, եւ ընդհանրապես պետական պաշտոնատար անձինք իրավունք չունեն կրելու կուսակցական տարբերանշաններ իրենց պաշտոնավարման ժամանակ, երբ կարող է պաշտոնը նույնականացվել կուսակցության հետ, իսկ իրենք դա անում են։ Դա նաեւ միջազգային պարտավորություն է, որ Հայաստանը ստանձնել է։ Կարծում եմ այստեղ պետական ռեսուրսների օգտագործում է քարոզչության համար, առնվազն Աբրահամյանը պետք է արձակուրդ գնար, գոնե ձևականորեն։ Հիմա նա օգտագործելու է ողջ պետական ռեսուրսները մասնավոր շահի համար։ Սահմանադրությունը փոխելով ժողովրդի վիճակը ինչով կլավենա։ Իրանց աթոռները կցկցնեն։ Այս ժողովրդին բացի թողների հանդերը դուս ինչ աշխատանք չունի լեննագանցին պարապսարաբուլիստները կթապարին սահմանադրությունը փոխելով բանկեր են բարելավեն ժողովրդի վիճակը երևի հագարակ երտամ դրան երևի դա է ճիշտը թող մտածեն մարդկանց վիճակը բարելավելու մասին Գյումրին սաղ մարդիկ պարապմանք կան թող միամ գործարան սարքեն մարդիկ աշխատին ոչ թե փողերներ տանել թեժ տաբեն ես ինչ գիտեմ ինչ են թող մարդկանց վիճակը բարելավեն ապրելու ոչ թե սահմանադրություն կփոխեն եսի ինչ կենեն կաշիներին հանեն պրեզնին Ինչ կուզենել է ժողովրդից։ Իրանք եղավ որ ժողովրդի մասին մտածող չկա։ Առանցին է մտածող չկա, այն ժամանակ ավելի վատ կեղնի ժողովրդի վիճակը։ Ոչնի հետաքրքիր, ոչ էլ այոն։ Երկիրը կորզանի պերձել են ինչ այո ոչի մասին է խոսքը։ Կա մի բռնատիրություն, աբսոլյուտ բռնատիրություն։ Բրեժնևի ժամանակ ոնց էր։ Միակ կուսակցական սիստեմ, այսինքն կուսակցությունը որոշում էր ամեն ինչ։ Հիմա այդպես են անում։ Եվ առաջին նախագահը, եւ երկրորդը, եւ երրորդը ամեն ինչ արեցին։ Ամեն ինչ արեցին, որ այդ չարորակ ուռուցքը տարածվի, իր մետաստազներով տարածվի։ Ոչ, անպայման։ Քանի որ ես չեմ հավատում,
Նախ ես չգիտեմ, հանրապետականը ինչ են որոշել։ Մեզի պետք չէ, Սերժ Սարգսյանը ոչինչ չի արել։ Թող ժողովրդի հերիք է, ժողովուրդը խաղան, թե չէ ժողովուրդը մեկ էլ տեսար շատ բան կփաստվի։ Փոփոխությունների թե չարեփոխությունների։ Ոնց որ դուք կգնահատեք։ Այ չարեփոխությունն է, դա բարեփոխություն չէ, ոչ է փոփոխություն է։ Ժողովրդի լեզվով ասած, եթե առաջ պետք է 10 տարվա մեջ 2 անգամ 5000 դրամ բաժանեին, հիմա 14 տարվա մեջ պետք է 5000 դրամ բաժանեն։ Ոչ։ Ինչու։ Սիրս այդպես կուզե։ Ոչ, որ սահմանադրություններ մնա, այս ժողովրդը ու այս կառավարությունով ոչինչ չի փոխվի։ Արմատական փոփոխություն է պետք։ Ինքնորոշված կտենի ժողովուրդը։ Դե գիտակցեի իր աբական կախված է ներկայից։ Եթե ժողովուրդը 5000 դրամով քվեարկում է, ուրեմն այդ ժողովուրդը դատապարտված է ավելի վատ եղնելու։ Գոնե մի անգամ ճշմարտությանը նայել բաց աչքերով։ Իրաց ջեբերը լիքը լծելու համար էլ ինչի բար պետք է փոխեն։ Ոչ։ Հարց ձեռով գցեմ ոչ։ Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 19-ին և 20-ին Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների նվազում։ Սակայն ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շարունակել են կիրառել խոշոր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում հրթիռահրետանային կայանք, ականանետ, նռնականետեր։ Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում հիմնականում հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1000 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը, նշվում է Արցախի պաշտպանության բանակի մամլոյցարայության հաղորդագրությունում։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և տեղեկատվություն ներկայացրել Սիրիայում տիրող իրավիճակի և կառավարական զորքերի հետագա ծրագրերի մասին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը սիրիացի իր գործընկերոջ կողմից մանրամասնորեն իրազեկվել է Սիրիայում գործերի ընթացքի և ծրագրերի հեռանկարների մասին, հայտնել է նախագահի մամլոք հարտուղար Դմիտրի Պեսկովը։ Վերջինիս խոսքերով բանակցությունների ժամանակ քննարկվել են ահաբեկչական ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարին, ռազմական գործողությունների շարունակությանը վերաբերող հարցեր։ Բանակցություններն ընթացել են Ռուսաստանի ղեկավարների հետ նեղ և ընդլայնված ձևաչափով։ Օգտվելով Սիրիայում Միացյալ Նահանգների քաղաքականության անճարակությունից պաշտոնական Մոսկվան կտրուկ ակտիվացրեց գործողություններն այդ երկրում, ձգտելով փոխել ռազմավարական լանդշաֆտը Մերձավոր Արևելքում, գրում է վերլուծաբան Հուսեյն Իբիշը New York Times հանդեսում։ Պուտինը լավ է զգում Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արևելքում ամրապնդելու հնարավորությունը։ Ռուսաստանի միջամտությունն իրենից ենթադրում է սիրիական հակամարտության լուծում պետության փաստացի մասնատման ճանապարհով։ Վերլուծաբանի կարծիքով Ռուսաստանի ռազմական հարվածների նպատակն արդեն իսկ մասնատված սիրիական պետության արևմտյան հատվածի պահպանումն է, որը դեռևս Ասադի վերահսկողության ներքո է։ Իրանի և Հեզբալլահի ուժերը հիմնականում կենտրոնանում են այդ հատվածում, որը ձգվում է Լիբանանի հետ սահմանից մինչև Դամասկոս։ Չնայած իսլամական պետության դեմ պայքարի մասին բոլոր խոսակցություններին, Ռուսաստանի իրական նպատակը ապստամբ խմբավորումներին հետ շպրտելու ձգտումն է և այդ մինի պետության պաշտպանությունը։ Տեսականորեն Ռուսաստանն ունակ չէ միջամտելու Մերձավոր Արևելքի գործերին և ղեկավարելու շքերթը, սակայն Ուկրաինայում միջամտությունից հետո Ղրիմի բռնակցությունից և Սիրիայի քիմիական զենքի հետ կապված ֆիասկոից հետո Պուտինը եզրակացրել է, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել իրեն, կարծում է հոդվածագիրը։ Պուտինը բավականաչափ խելամիտ է և գիտակցում է, որ արդեն իսկ չափազանց շատ է վերցրել իր վրա, նա ունի լուրջ տարաձայնություններ անգամ դաշնակիցների հետ, ինչպիսին է Իրանը, այնպես որ ցանկացած պահի նա պատրաստ կլինի ամրապնդել իր ձեռքբերումները և գործարք կնքել ամերիկացիների հետ արդեն իր համար բարենպաստ դիրքերից։ Հարցն այն է, թե որքան թույլ կտան առաջ գնալ նրան։ Ներկա պահին պատասխանն այսպիսին է՝ մինչև վերջ։ Եզրափակում է New York Times-ը։
Կանադայում խորհրդարանական ընտրություններին հաղթանակ տարած լիբերալ կուսակցության առաջնորդ Ջաստին Թրյուդոն հայտարարել է, որ Սիրիայում եւ Իրաքում իսլամական պետության դիրքերին այլևս օդային հարվածներ չեն հասցվի։ Երկրի ապագա վարչապետը հայտնել է, որ արդեն իրավիճակի մասին քննարկումներ է անցկացրել Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբամայի հետ, ով ըմբռնումով է մոտեցել իր որոշմանը։ Թրյուդոն նաեւ նշել է, որ Կանադան կշարունակի իրականացնել Մերձավոր Արևելյան օպերացիային իր հումանիտար առաքելությունը եւ ֆորմալ առումով կմնա դաշինքի կազմում։ Կանադացի լիբերալների առաջնորդը վարչապետի պաշտոնի իր լիազորությունները կստանձնի նոյեմբերի 4-ին։ Լուրջ անկարգություններ են տեղի ունեցել ֆրանսիական Ալպերում Գրենոբլ քաղաքի մոտակայքում։ Քնչուների խմբերն անկարգություններ են հրահրել Մուարան քաղաքում, պահանջելով կալանավայրից ազատ արձակել իրենց երկու հարազատներին քրոջ ուղարկավորությանը մասնակցելու համար։ Միաժամանակ խռովություն է տեղի ունեցել Էտոն կոչվող կալանավայրում, որտեղ իրենց պատիժն են կրում այդ երկու քնչուները։ Մուարանում անկարգությունների հեղինակները ջարդուփշուր են արել կայարանի մասնաշենքը, ընդհատելով գնացքների երթևեկը, արգելափակել են ավտոճանապարհներ, կառուցել բարիկադներ։ Քաղաքի բնակիչները վախենում են դուրս գալ փողոց։ Օգոստոսին Ֆրանսիայում կալանավորին դուրս թողնելու նախադեպ եղել է, ինչն էլ հավանաբար ոգևորել է քնչուներին։ Ֆրանսիական ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկում։